Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում սպասվում է նոր պայթյունավտանգ շրջադարձեր։ Սերիալում գաղտնիքները և հին մեղքերի հետևանքներն էլ ավելի են խճճվում։ Վռամի ծանր վիճակը ոչ միայն սարսափեցնում է ամբողջ ընտանիքին, այլ դառնում է այն պահը, երբ յուրաքանչյուր խաբեություն, յուրաքանչյուր սխալ և յուրաքանչյուր արված մեղք հառնում է երեսով։ Վռամի վիճակն այս փուլում գնահատվում է որպես ծայրահեղ ծանր բժիշկները չեն հնչեցնում հստակ խոսքեր, իսկ անորոշությունը բոլորին լարել է մինչև վերջ։ Անիկը աչքերում սարսափ ու սրտում ցավ չի կարողանում իրեն զսպել։ Նա միակ մարդուն, ում վրա թափվում է իր ցավն ու բարկությունը, Սաքոն է։ Քո մեղքերի համար են իմ երեխաները նման վիճակում հայտնվել։ Քո արածների հատուցումը հիմա իմ ընտանիքն է պատասխան տալիս։ Քո սխալը դժբախտություն է բերում բոլորիս գլխին։ Բնականաբար Սաքոն դեռ չի հասկանում նրա խոսքերի իմաստը։ Նա երկար տարիներ համոզված էր, որ Քաջիկը իրենց գաղտնիքը իր հետ հողին է հանձնել, բայց հիմա իր շուրջն ամեն ինչ քանդվում է, և ամենացավալին այն է, որ ինքը չի էլ հասկանում, թե ով է հասցրել բացել այդ անցյալի դուռը։ Իհարկե, Քաջիկը Սաքոյին դեռ շաբաթներ առաջ հասցրել էր ասել, որ Արմոյին ասել է, բայց Սաքոն համոզված էր, որ Արմոն այս գաղտնիքը կպահի և ոչ ոքի չի ասի։ Բայց պարզվում է, որ բացի Արմոյից, Քաջիկից ու Սաքոյից էլի մարդիկ կան, որ գիտեն այս ճշմարտության մասին։ Նախ Նարեն խոստովանեց, որ գիտի, թե ինչ է կատարվել տարիներ առաջ, իսկ այսօր էլ Անիկն է հայտնվել իր մեղադրանքներով։ Նա այս ամենի մեջ մեղադրում է Սաքոյին, որ իր երեխաները պատասխան են տալիս Սաքոյի մեղքերի համար։ Եվ այո, երբ Փաշոտի երեխաները որբ մեծացան ու ուղղակի փախան գյուղից, բնականաբար մի օր պետք է իր երեխաները պատասխան տային։ Այս պահին Նարեն շոկի մեջ է։ Վռամի կյանքը կախված է թելից, իսկ նրա ներսում ապրում է դեռ սարսափը։ Նրա ներսում ապրում է Հայկի հանդեպ ունեցած սերն ու վախը, որ Հայկը կմերժի նրան, երբ իմանա ողջ ճշմարտությունը։ Բայց Հայկը գալիս է հիվանդանոց ու չի հեռանում նրա կողքից։ Նա տեսնում է Նարեի տագնապը։ Սաքոյի ամբողջ աշխարհը կանգ է առել։ Նա ցավում է որդու համար։ Կտոր-կտոր է լինում նրա սիրտը, բայց մյուս կողմից էլ նրան տանջում է, թե որտեղից են Անիկն ու Նարեն իմացել ճշմարտությունը։ Եվ հենց այն պահին, երբ Անիկը որոշել էր պատմել ճշմարտությունը, հանկարծ հայտնվում է Արմոն, ինչպես միշտ հայտնվում է այն ժամանակ, երբ պետք է ինչ-որ բան թաքցվի։ Սոնան որոշում է հետ վերադառնալ։ Լիլիթի բացահայտումից հետո, որ Վռամը գիտակցության չի գալիս և ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է, Սոնային այլ ելք չի թողնում, քան հավաքել իր ճամպրուկն ու հետ վերադառնալ։ Նա հորը խնդրում է, որ հետդարձի տոմս գնի։ Իհարկե հայրը նրան ասում է, որ գիտի ինչի համար է գնացել և հետ գալն անիմաստ է, սակայն Սոնան պնդում է։ Նա այլևս ի վիճակի չէ և չի էլ փորձում կանգնեցնել դստերը։ Նա հասկանում է, որ Սոնան որոշել է, ուրեմն հետ է գալու։ Սերիալի մեծ լարվածությունը և ամեն դրվագը դառնում են դիտարժան։ Արմոն, ով մի ձեռքում ղեկավարում է Նարեի վախը, մյուսով Սաքոյի խուճապը, որոշում է ամենավտանգավոր քայլը կատարել։ Նա կռվի մեջ է մտնում Հայկի ու նրա եղբայրների հետ։ Վարոն ու Միքոն երկար ժամանակ որոշում են խափանել կռիվը, բայց նրանք բռնվում են կռվի մեջ և բնականաբար մեծ աղմուկ է բարձրանում։ Տեղի է ունենում ծեծկռտուք, որտեղ Արմոն արդեն կորցնում է ինքնատիրապետումը։ Նա փորձում է դանակով հարվածել Հայկին։ Ամեն ինչ մի ակնթարթում է և հասկանալի չէ։ Արդյոք դանակը կհասնի Հայկին, թե Վարոն կամ Միքոն կհասցնեն կանգնել նրանց միջև, կամ գուցե Արմոյի հարվածը կհասնի մեկ ուրիշին, ով կփորձի պաշտպանել Հայկին։ Սա լինելու է այն պահը, որ փոխելու է սերիալի ամբողջ ընթացքը։ Շատ շուտով հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենալու։ Վռամը դեռ պայքարում է կյանքի համար։ Սոնան վերադառնում է և նրա ձայնը կարող է փրկել
վռամին, Սաքոն խուճապահար է, իր մեղքերը բացահայտվում են, Արմոն դառնում է առավել վտանգավոր, քան երբևէ, Հայկը, Վարոն ու Միքոն պատրաստվում են իրենց կյանքի ամենադաժան դիմակայությանը։ Ում կդիպչի Արմոյի դանակի հարվածը դեռ պարզ չէ, հեռուստադիտողները քննարկում են մի քանի տարբերակ։ Մի մասը կարծում են, որ Վարոն իր կյանքի գնով կփրկի Հայկին, իսկ մյուս մասն էլ կարծում են, որ Միքոն է փրկելու Հայկին։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները, կիսվեք մեկնաբանություններով և իհարկե չմոռանաք գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ ձեզ մաղթում ենք բարի դիտում ու սպասում յուրաքանչյուրիդ կարծիքին, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի առաջինը լինեք տեղեկացված շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։